Կթվա թե արհեստական բանականությունն է ամբողջը իրականացրել, բայց սա մարդու եւ արհեստական բանականության փոխհամաձայնեցված աշխատանք է, որովհետեւ մի ամբողջական թիմ աշխատել է նախքան արհեստական բանականության գեներացման փուլին հասնելը։ Հետաբար էսկիզավորման փուլը տեղի ունեցել մի քանի փուլերով։ Նախ եղել է քննարկում գիտական դաշտի, հենքի, ելնելով թանգարանային նմուշների որոշակի հետազոտություն, կտորատեսակների ընտրություն, ժամանակաշրջանի համապատասխանության դեպքում իհարկե քննարկումներով։ Երկրորդ փուլը եղել է նկարիչների հետ աշխատանք, այսինքն մասնավորապես զրոյական էսկիզավորման փուլից անցում են կատարել թվային նկարչության, հետո գույների ընտրության, դրանց հստակեցմանը եւ հետո արհեստական բանականությանը տրվել է հրահանգ գեներացնել բոլոր չափորոշիչներով այն ինչ որ պետք է վերջնական արդյունքը ստացվի։ Երբ որ ունենք վերջնական արդյունքը որպես այդպիսին ամբողջական համալիր տարբերակով տարազի, անցել է վերջնական հստակեցման եւ որպես մասնագետ դիտարկել եմ, ասել եմ ընտիրա ու գնացել ենք առաջ։ Հունիսի 1-ին Փոքր Մեհեր մուլտֆիլմը կարող եք դիտել Հայաստանի բոլոր կինոթատրոններում։